Այս իշխանությունը ինչ ասում է, դա սուտ է։ Պետականական գործունեություն են ծավալել։ Նույնիսկ մենք ներքին սպառման համար չենք կարողանալու արտադրել։ Զուգահեռ պլանավորում է ընտրակեղծարարություն։ Ձեր ծաղիկի փողը կտան։ Դրանք ոչինչ ունակ չեն կատարելու, անկարողների հավաքածուներ խմբակ է։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, զրուցակիցս այսօր Հայաստանը ես եմ քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն է։ Պարոն Սարգսյան, ողջունում եմ ձեզ մեր տաղավարում։ Նկատում ենք, որ վերջին ամսվա ընթացքում, մայիս ամսվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը տարբեր սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ, մասնավորապես գյուղմթերքի վերաբերյալ։ Սա ինչպես եք դիտարկում դուք, արդյոք կարող ենք դիտարկել որպես քաղաքական ճնշման գործիք Հայաստանի նկատմամբ։ Միանշանակ դա կարող է դիտարկել, դա պատճառներից մեկը կարող է հանդիսանալ, բայց իմ մոտ էլ որոշակի հարցեր են առաջանում, որովհետև ըստ հրապարակումների եւ ըստ ռուսական պետական կառույցների գոյություն ունեն բավական այսպես բուսական հիվանդություններ, որոնք որ տնտեսության համար էական վտանգ եւ սպառնալիք են ներկայացնում։ Նույնատիպ սպառնալիք է ներկայացնում, այդ թվում ջերմուկի արտահանումը եւ մեր հանրությանը մեզ չկա բացատրություն, իսկ միգուցե Հայաստանում դրանց սպառումը նույնպես էական սպառնալիք է հանդիսանում, թե ոչ։ Սա խոսում է առաջին հերթին Հայաստանի պետական մարմինների վերահսկողություն եւ հսկողություն իրականացնող մարմինների անկորձության կամ սահմանափակ գործունեության մասին, այնուհետև ռուսական մարմինների, ռուսական պետական մարմինների այսպես քաղաքական նպատակադրումներով որոշակի արգելքների կամ սահմանափակումների կիրառման մասին։ Եթե քաղաքական նպատակներով Ռուսաստանի հետաքրքրվածությունը, քաղաքական նպատակը որն է այստեղ եւ ինչու հենց այս փուլում, երբ Հայաստանը պատրաստվում է համապետական ընտրությունների։ Իշխանությունների վարքագիծը կարող է լինել բնականաբար, որովհետեւ Հայաստանը գաղտնիք չի, որ գտնում է Ռուսաստանի ազդեցության գոտում, սա շատ բացահայտ ու հանրահայտ ճշմարտություն է, իսկ Հայաստանի իշխանությունը Հայաստանը տանում է դեպի Թուրքիայի ազդեցության գոտի։ Մենք չնայած վերջերս անդադ նշում ենք Թուրքիայի ազդեցության գոտի, բայց կարծես Հայաստանի այդպես պլանկան ավելի է նվազեցրել, տանում է Ադրբեջանի ազդեցության գոտի, այսինքն տարածաշրջանում տեսեք Հայաստանը գեոպոլիտիկ կենտրոնի ազդեցության գոտից իրան նվազեցնում է տարածաշրջանային պոլիտիկ կենտրոնի ազդեցության գոտի, մի հատ էլ դրանից նվազեցնում ընդհանրապես մեր նման պետության ազդեցության գոտի։ Սա բնականաբար չէր կարող դուր գալ Ռուսաստանին, եւ այո, այդ թվում քաղաքական որոշակի սանկցիաներ կիրառելու է եւ կիրառում է եւ շարունակելու է կիրառել։ Հայկական կողմից բարբերաբար հայտարարում են, որ իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ մշտապես լավ են եղել, իրենք ցկտել են լավ հարաբերություններ պահպանել, բայց ռուսական կողմից էլ այլ հայտարարություններ են հնչվում։ Ինչը հանգեցրեց այս ամենին, որ այսօր Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ եւ կարող ենք ասել նաեւ, որ բացահայտ չի աջակցում գործող իշխանությանը։ Չենք կարող ասել բացահայտ աջակցում է թե չէ, որովհետև աջակցելու որոշակի էլեմենտներ ես տեսնում եմ, այս իշխանությունը, գիտեք, կապ չունի ինչ է հայտարարել։ Իմ մոտ գոյություն ունի համոզմունք, որը երբեք չի կարող փոխվել, եւ միշտ այդ համոզմունքի պրիզմայով եմ դիտարկում հարցը։ Այս իշխանությունը ինչ ասում է, դա սուտ է։ Սա բացարձակ ճշմարտություն է, որ նրանք սուտասան են, պրոֆեսիոնալ։ Նիկոլ Փաշինյանը ստախոս է եւ բոլորի հետ պայմանավորվում է, պայմանավորվածությունները չեղարկում է, խափում է, մանևրում է եւ այլն եւ այլն։ Ու դա միայն Ռուսաստանին չէ վերաբերում, դա այդ թվում վերաբերում է Թուրքիային, եվրոպական երկրներին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հարևան բարեկամ Իրանին եւ այլն, այսպես բոլորին խափում է։ Ու նման պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ այսպես պայմանավորվել եւ ակնկալել պայմանավորվածությունների կատարում, սա անիմաստ զբաղմունք է, ժամանակի վատնում է ուղղակի։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի այսպես աջակցությանը, գիտեք, ինքը որոշակի անուղղակի աջակցություն կարող է լինել։ Հայաստանում կրկին ակնհայտ է, որ գոյություն ունի շատ բարձր հակառուսական ալիք։ Դա տարիների քրտնաջան աշխատանք է, այսպես Նիկոլ Փաշինյանի, շատ այլ օտարերկրյա կազմակերպությունների, մենք միայն ունենք օտարերկրյա այդպես կառույցներից կամ այլ երկրներից ֆինանսավորող մոտավորապես 9000 հասարակական կազմակերպության, որից գործունեության նպատակին ծանոթ չենք, չգիտենք իրենք ինչ են արել։ Մի բան պարզ է, պետականական գործունեություն են ծավալել, բայց պետք է դա մանրամասն հետաքննության ենթարկել, ինչով են զբաղված եղել։ Նման պարագայում, որ ունենք այսքան մեծ հակառուսական ալիք, շատ դեպքերում Ռուսաստանի ճնշումները, այսպես տեսեք, տպավորություն է ստեղծում, որ Ռուսաստան ճնշում է գործադրում իշխանության վրա, քաղաքական ճնշում, կարող է հակառակ էֆեկտը տալ։ Այսինքն
հակառակը օգնել Նիկոլ Փաշինյանին, որ ավելի շատ ձայներ հավաքի։ Եվ այս սահմանափակումները երբևէ եղել են նման սահմանափակումներ, որ Ռուսաստանը այս չափով սահմանափակումներ կիրառի Հայաստանի նկատմամբ կամ այլ երկրների նկատմամբ։ Այս ինտենսիվությամբ Հայաստանի նկատմամբ սահմանափակում չեմ հիշում ես, եղել է որոշակի ինտենսիվությամբ, այսպիսի ինտենսիվությամբ սահմանափակումների կիրառում Թուրքիայի նկատմամբ վերջին երևի 5 տարիների ընթացքում է դա եղել, որը ակնհայտ ուներ քաղաքական ենթատեքստ, քաղաքական նպատակադրում։ Հայաստանի նկատմամբ չեմ հիշում, այո, բարբերաբար սահմանափակումներ եղել են, որոշակի խմբականակների վերաբերյալ լրացուցիչ հսկողություններ եղել են, բայց նման ծավալ չեմ հիշում։ Բայց իմիջայլոց վերջին սահմանափակումների ֆոնին շատ արտահանումներ, այդ թվում հայկական մաքսային սահմանից ելքագրումը, բաց թողնումը չեն կազմակերպել հենց հայկական կառույցները, այսինքն հենց հայկական կառույցները այդ թվում խնդիրները հայտնաբերել են։ Այստեղ զուգակցված է եւ դժվար է իրականում տարանջատել իրական խնդիրը քաղաքական նպատակադրումներից։ Այսօր գործող իշխանությունը խոսում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ճանապարհների բացվելու, այսպես ասած, ապաշրջափակման մասին։ Ռուսաստանին այլընտրանք կարող ենք դիտարկել մենք եւ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Երբեք չենք կարող դիտարկել, դա բացառված է, դա իշխանության նետածկես թեզն է, մենք կլսենք Նիկոլ Փաշինյանից, որ ձեր ծաղիկի փողը կտան, այսպես հիմարագույն արտահայտություններ, մենք կլսենք իրենց դեռևս գործող պատգամավոր կոչվող իրանցից իրականում ոչինչ չներկայացնող որոշակի անձանցից, որ ավելի լավ ծաղիկը կարող է ժանանալ կամ գյուղմթերքը կարող է ժանել, այսպեսի ինչքան ապուշություն ասեք, մենք կարող ենք լսել։ Շատ այլ պաշտոնյաներից կլսենք, որ էկոնոմիկայի բլոկից հատկապես կլսենք, որ արտահանման դիվերսիֆիկացում կիրականացնենք եւ այլն, դրանք բոլորը կեղծիքներ եւ ստեր են։ Եթե հնարավոր լիներ դիվերսիֆիկացիա ապահովել, 8 տարի իշխանության են մի անգամ մի հատ փորձարկում կիրականացնեին։ Գումարած Ռուսաստանի տնտեսությունից կախվածությունը իրենց 8 տարվա ընթացքում գրեթե կրկնակի ավելացրել են։ Մենք ունենք այսպես պրակտիկ հետները փորձ, պաշտոնական նամակով դիմել ենք դիվերսիֆիկացիայի ճանապարհային քարտեզը, ինչպես դա կարող է իրականացվել, ունենք էկոնոմիկայի նախարարության պատասխանը շնորհակալություն հայտնելու, որ այո, մենք զբաղվում ենք հենց այդ գործով, բայց իրականում ոչինչ չեն իրականացրել, այսինքն սա մի էլեմենտներ ընդամենը, որ սրանք ոչինչ ունակ չեն կատարելու, անկարողների հավաքածուներ խմբակ են։ Երկրորդը պրակտիկորեն էլ հնարավոր չի Ռուսաստանի շուկան դիվերսիֆիկացնել։ Գոյություն ունի աշխարհաքաղաքական կառուցվածք, մեկը կոչվում է այսպես արևմտյան, մեկը հյուսիսային մոդել կամ մեկը ամերիկյան, մեկը ռուսական մոդել։ Ամերիկան, որից նաև սովորեց եւ իրագործում է Եվրոպան, հետեւյալն է քաղաքականությունը։ Տարբեր գրանտներ, պարտքային միջոցներ տրամադրում են փոքրիկ երկրներին, այնուհետև արգելում են արտահանում այդ երկրներից, որպեսզի իրենց արտադրանքը կարողանան վաճառել ներքին շուկայում եւ արտահանման աշխարհագրությունը ընդլայնեն։ Սա նրանց քաղաքականությունն է շատ երկար, հարյուրամյակներ շարունակ։ Ռուսաստանը հետեւյալ կերպ է, ինքը ասում է, ես պարտքեր, գրանտներ եւ այլն չեմ տրամադրում, թույլատրում եմ իմ շուկայից օգտվել։ Բերեք վաճառեք իմ մոտ, ես կվճարեմ։ Այսինքն ըստ էության սա ավելի լավ տեսակ է, այսինքն ստիպում է մարդուն, որպեսզի աշխատի եւ բարիք արտադրի։ Հակառակ պարագայում ինքը չի կարող իր ազդեցություն, այսինքն Ռուսաստան դա չի անում մեր գեղեցիկ աչքերի համար։ Իր ազդեցությունը պահպանելու համար է անում։ Հակառակ դեպքում Կրասնոդարի մարզում կարող է շատ ավելի բերի հողեր, շատ ավելի ռոռոկվող տարածքներ ունի եւ կարող է ստանալ ցանկացած արտադրանք, ինչը որ Հայաստանից է արտահանվում։ Սա ընդհանրեն ազդեցության գոտին պահպանելու համար է, այլ տարբերակ մենք չունենք։ Մենք գյուղմթերքը 90%-ից ավել կա մթերքի տեսակներ, որոնք որ 98%, 93% համատարած 90%-ից ավել մենք արտահանում ենք Ռուսաստան։ Մենք Ռուսաստանում ունենք 3 միլիոն հայություն, որոնք որ գիտեք կարոտի, թե չգիտեմ ինչի մշակույթի, սովորույթից ելնելով ինչ որ հայկական արտադրանքներ են անդադ սպառում։ Նույնիսկ երբ որ մենք խոսում ենք լոգիստիկ այդպես ավելի լավ հնարավորություններ ունեցող տարածաշրջանի մեր հայրենակիցների հետ, իրենք պատրաստ են հայկական արտադրանքին կրկնակի վճարեն, այսինքն ճանապարհածախսի պատճառով, որ այդքան հեռու մատակարարելու համար սակագինը թանկանում է, բայց հայկական արտադրանքից օգտվեն։ Կամ կարոտն է ստիպում, կամ ինչ որ մի բան, հիշողությունը նրանց եւ այլն։ Սա է նաև պատճառը, որ Ռուսաստանում ունենք այդպես մեծ սպառում։ Ցանկացած արտադրանք, եթե դնում ենք կողքի թուրքական եւ հայկական, թուրքական ավելի մրցունակ է, էժան ինքնարժեքի հաշվին։ Թուրքիայում հողերն ավելի բերի են, Թուրքիայում գյուղատնտեսության մեջ ներգրավված են շատ ավելի
այսպես քրդաբնակները, ովքեր որ ունեն ցածր եկամուտներ, իհարկե Թուրքիայի քաղաքականության արդյունքում միտումնավոր աղքատ են պահում այս մարդկանց, որպեսզի աշխատավարձ միշտ ցածր լինի եւ իրենց արտադրանքը մրցունակ լինի։ Շատ ավելի ռոռոքելի են նրանց տարածքները։ Թուրքիան պետական սուբսիդիաներ է հատկացնում, որպեսզի արտահանումը խրախուսի։ Պայմանականորեն, եթե մեկ միավոր, մեկ լոլիկը, եթե արժի Հայաստանում ինքնարժեքը 100 դրամ, ապա Թուրքիայում դա արժի 50 կամ 60 դրամ։ Այսինքն, այսպես թե այնպես մենք մրցունակ չենք։ Եթե սահմանները բացվեց, թուրքական ապրանքը մտավ հայկական շուկա, նույնիսկ մենք ներքին սպառման համար չենք կարողանալու արտադրել։ Բոլորը հրաժարվելու են արտադրությունից, որովհետև դուք պատկերացնում եք, չէ՞, արևի տակ, անձրևի տակ, ինչպեսի բարդ աշխատանք է դա։ Խոսում են այդ մասին, որ իրենք մրցունակ չեն լինելու եւ բացի դա էլ Թուրքիայից անգամ եթե ներկրվի Հայաստան, ապա ավելի էժան գնով է լինելու տեղական արտադրանքին։ Դա սկզբնական փուլ։ Եկեք Թուրքիայից սահմանի բացում մենք երկու փուլի բաժանենք։ Սկզբնական փուլում քանի կա այսպես զբաղվածությունը իր հետ բերում է եկամուտ, ճիշտ է։ Մեկ աշխատում է ինչ որտեղ աշխատավարձ է ստանում։ Հաջորդը բիզնեսով է զբաղված, հաջորդը ինքը աճեցնում, վաճառում է այսպես ինքնազբաղված անձը եւ եկամուտ է գեներացնում մթերումներից եւ տարբեր բաներից։ Այսինքն գոյություն ունի փողի շրջապտույտ։ Առաջին հայացքից փողը դեռ մարդկանց մոտ կա, այսինքն իրենք որոշելու են հաջորդ տարի այլևս որևէ բանջարաբոստանային կուլտուրա չաճեցնել, որևէ մրգի աճեցմամբ չզբաղվել եւ այլն, նրանք փորձելու են դա ձեռք բերեն առնեն, որովհետեւ շատ ավելի էժան է նստելու իրենց վրա։ Հաջորդ տարի արդեն, քանի որ նրանց եկամուտը հիմնականում ինքնազբաղվածությունից էր, այլևս չի լինելու այդ եկամուտը։ Այլևս նրանք չեն կարողանալու ձեռք բերեն, հետ են գնալու մշակման, բայց մշակումը արդեն հետընկած է լինելու 2 տարի, դառնալու են ավանդական տնտեսության մասնակից։ Ինչ է սա նշանակում։ Յուրաքանչյուր իր այգում աճեցնելու այնքան խմբականակ, որքան իրեն անհրաժեշտ է սպառելու համար։ Այսինքն լոլիկը աճեցնելու այնքան, որ ինքը մարինացնի եւ սպառի սեզոնի ընթացքում։ Անդրադառնանք համապետական ընտրություններին, Հայաստանը ես եմ քաղաքական նախաձեռնությունը ձեր գլխավորությամբ աջակցելու է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին։ Այս օրերին ինչ քարոզարշավ եք իրականացնում, ինչքանով եք դուք ներգրաված եւ ընդհանրապես պատկերն ինչպիսին է։ Հայաստան ես եմ նախաձեռնության գործընկեր կուսակցություններից մեկը, միավորված հայ կուսակցությունով դաշինք ենք մենք ստորագրել Ուժեղ Հայաստան կուսակցության հետ։ Եվ համատեղ ենք իրականացնում քարոզարշավը, բոլոր վայրերում եղել եմ, մարդկանց հետ անդադար զրուցել եմ։ Հիմնական, այսպես քարոզարշավային ուղղությունը ներկայացնել երկու այսպես մասի է բաժանվում։ Ներկայացնել գործող իշխանության վերարտադրության վտանգները եւ սպառնալիքները, այսինքն նրանց վերարտադրության դեպքում ադրբեջանցիներով Հայաստանի բնակեցումը, Հայաստանի անվանումը Արևմտյան Ադրբեջան փոխարինելը, Հայաստանի սահմանադրությունը Ալիևի պահանջով փոխելը, այսինքն բոլոր տեսակի սպառնալիքները, որը գալիս է մեր թշնամական երկրներից կամ կոնկրետ երկրից ու առարկայական ընդ որում։ Օրինակ Ալիևը 3, եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցք լինելու է, այսինքն նրանք ամեն գնով գնում են իրենց նպատակի հետևից։ Ալիևը նույն հայտարարեց, որ խաղաղությունը Հայաստանի հետ հաստատվել է եւ շարունակվելու է մեր օրակարգով բացառապես եւ մեր պահանջների կատարմամբ, սա նշանակում է ամբողջությամբ պարտվողական, հանձնվողական եւ Հայաստանը կապիտուլյացիա է տանող կառավարություն։ Սա ենք խոսում մարդկանց հետ ու ներկայացնում ենք զուգահեռ իրականությունը։ Ինչ տեղի կունենա Ուժեղ Հայաստան դաշինքի իշխանության գալու պարագայում։ Բարեկեցության ապահովում, արժանապատվության վերականգնում, ազգային ինքնության պահպանում, եկեղեցու դերի բարձրացում, նշանակության բարձրացում, բարեկեցության ապահովում մարդկանց, մի կողմից աշխատատեղերի ստեղծման հաշվին, հաջորդ կողմից աշխատավարձերի կամ յուրաքանչյուր անձի համար մոտավորապես 2 տեսակ եկամտի ապահովում, աշխատավարձի տեսքով եւ շահաբաժինների տեսքով։ Այս զուգահեռ իրականություններն ենք ներկայացնում մեր հանրությանը, որ հանրությունը կատարի իր ընտրությունը, որովհետեւ չեմ կարծում, որ որևէ մեկը ըստ նպատակադրված գնալու է վատ ընտրելու։ Իսկ անվտանգային արտաքին քաղաքականության ուղղություններով ինչ եք առաջարկում այսօր Հայաստանի առանցքային արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ է։ Դուք ինչպես եք բալանսավորելու այս երկու ուղղություններով հարաբերությունները։ Գիտեք, աշխարհը այսպես արտաքին քաղաքական միջավայրը турբուլենտ զոնայում է գտնվում, մենք ունենք նախանշումներ, ունենք այսպես իրականությունից, իրատեսականությունից ելնող նպատակադրումներ եւ ծրագրեր։ Եվ դրանք կարող են մեկ վայրիկանում փոփոխության ենթարկվել։ Այսօրվա գործող իրավիճակը տնտեսական կառուցվածքից մինչև ինտեգրում, միմյանց հետ շփումներ եւ
անվտանգային այսպես սպառնալիքներին համատեղ դիմակայություն շատ ավելի շահերի համընկում ունենք մենք Ռուսաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որոշակի դեպքերում Չինաստանի հետ, քան թե Արևմուտքի հետ։ Արևմուտքը Հայաստանում ունի հետևյալ հետաքրքրությունը՝ հակառուսականության եւ հակաիրանականության դոզայի շարունակական ավելացում։ Սա պետք է բոլորս գիտակցենք։ Եթե չենք գիտակցում, եթե որևէ մեկը չի գիտակցում, ինքը բարձու աշխատող քաղաքական գործիչ է, այսինքն ինչ որ մի պետությունից, ինչ որ մի կառույցից ստանում է աշխատավարձ, որ խոսի ցնդաբանություններ, այդ մարդը ընդհանրապես քաղաքականություն չի հասկանում, որ ավելի վտանգավոր է, քան առաջինը։ Այսինքն առանց հասկանալ գալիս խոսում է չհիմնավորված, առանց հասկանալ, առանց վտանգավորության աստիճանը գիտակցելու եւ խաբում եւ մանիպուլյացնում է մեր հասարակությանը։ Իսկ ձեր հնարավորությունները, շանսերը ինչպես է գնահատում, որովհետեւ տարբեր հարցումներով դուք երկրորդ ուժ եք կազմում, մեկ այլ հարցումով հավասար եք ՔՊ-ին, իսկ մեկ հարցումով էլ նաև ՇՄ չեք հաղթահարում։ Դուք ձեր հնարավորությունները ինչպես եք գնահատում։ Բավականին բարձր եւ իրատեսական բարձր։ ՇՄ չհաղթահարելը պարզ է, որ դա այդպես Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքներից մեկն էր, իրականության չի կարող համապատասխանել։ Բարձրի որպես ապացույց մեկ այսպես հիմնավորում բերեմ, եթե շանսերը շատ բարձր չլինեին իրական հողի վրա, գետնի վրա, ապա Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր օր հետևողականորեն քաղաքական հետապնդումների չէր ենթարկի թիմի անդամներին։ Այսօր էլ կալանավորում Եվս այսօր միգուցե վաղներ շարունակվի, մինչև լռության օրը յուրաքանչյուր օր այդպես ինչ որ մի հատ շոու կազմակերպեն։ Սա ապացույցն է այն բանի, որ շանսերը բավականին բարձր են եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է մի կողմից քաղաքական ռեպրեսիաներով այդպես ճնշումներով ազդեցություն ունենա, որպեսզի չկարողանանք ստանանք այն քվեները, որը անհրաժեշտ է, հաջորդ կողմից զուգահեռ պլանավորում է ընտրակեղծարարություն։ Իսկ հետընտրական process-ը ինչպես եք պատկերացնում, ինչ կանխատեսումներ ունեք, ինչ զարգացումներ կլինեն, որովհետև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ երկու պարագայում էլ, եթե ընդդիմությունը հաղթի կամ իշխանությունը վերընտրվի, ապա հետևանքները ծանր են լինելու։ Հետընտրականի մասին խոսելը դեռ վաղ է, կարծում եմ, որովհետև պլանավորումը եւ ամբողջ այդպես իրատեսականությունը դանում է դեպի հաղթանակ, հետընտրականը ընտրություններից հետո, այսինքն հետընտրական ինքը անմիջապես կամ մի քանի ամիս պլանավորման ենթակա գործողություն չի, ինքը շատ հապճեպ պլանավորման ենթակա է, կոնկրետ օրից, ժամից կախված։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Հայաստանը ես եմ քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն էր։